2024 թվական մայիսի 25-ի լույս 26-ի գիշեր, Ալավերդիում ամեն ինչ հանգիստ է, միայն հորդառատ անձրև սովորականից երկար, ուրիշ ոչինչ, սակայն հորդառատ անձրևներն ու բարձրադիր սարերում ձյան հալոցքի ժամանակահատվածը համընկան, դեպետի բոլոր վտակները մի քանի ժամվա ընթացքում վարարեցին, ջրի հսկայական ծավալ ժամերի ընթացքում լցվեց դեպետ, որն էլ դարձավ լայնամասշտաբ աղետի պատճառ։ 4 զոհ, մի քանի 100 տասնյակ տեղահանված բնակիչներ, ավերածություններ, փլված ճանապարհներ, տանտանիքներում ապաստան գտած մարդիկ, այս ամենը մայիսի 26-ին, ուղիղ 1 տարի առաջ։ Դեպետի նման վարարումը մասնագետները հիդրոլոգիական ցիկլի ակնհայտ փոփոխության հետ են կապում, այլ կերպ ասած երկրագնդի գլոբալ տաքացման։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տվյալներով 2024-ի մայիսը ամենատեղումն առատն էր սկսած 1937 թվականից։ Հիդրոլոգիայի ծառայության հանրապետության ողջ տարածքի բոլոր դիտակետերում ու դրանց մեծ մասում 2024-ի մայիսին գրանցվել են ջրի շատ բարձր, մեծ մասում պատմական առավելագույն ելքեր։ Ափերից դուրս են եկել ու ավերածությունների պատճառ դարձել նաև աղստեղ և տաշիր գետերը։ Ինտենսիվ տեղումներն ու հունից դուրս եկած գետերն աղետի գոտու վերածեցին Լոռու և Տավուշի մարզերը։ Ջրհեղեղից վնասներ կրեցին նաև հարևան Վրաստանի մի շարք շրջաններ։ Ամսական նորմայի 60% տեղումները մեկ օրում թափվել էին Լոռիում, դեպետի ավազանը 6 անգամ մեծացել էր, հեղեղելով հարյուրավոր տներ, հասարակական օբյեկտներ, շենք-շինություններ, այգիներ։ Այս ամենը Ձորագետից մինչև Վրաստանի սահման։ Ամբողջությամբ կամ մասնակի փլվեց 20 կամուրջ, N6-ում Ձորագետից Բագրատաշեն ճանապարհին 43 հատվածում փլուզումներ էին։ Տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ 2,5 կիլոմետր երկաթգիծ էր վնասվել։ Հաղորդակցության խնդիր էր առաջացել ջրածածկ բնակավայրերում արգելափակված մարդկանց հետ։ Լոռու մարզում ջրհեղեղից ամենատուժած բնակավայրը Քարկոպն էր։ Այն միակն էր ջրհեղեղից տուժածների մեջ, որի ամբողջ բնակչությունը 270 մարդ տարհանված էր։ Կառավարության, ՄԱԿ-ի և Եվրամիության համատեղ հաշվարկներով աղետից տուժած 9 համայնքների ջրհեղեղի հետևանքների վերացման փլուզումները վերականգնելու համար ավելի քան $110 միլիոն պետք կգա։ Արձանագրենք, որ աղետից 1 տարի անց տուժած քաղաքացիները, չհաշված առանձին դեպքերը, որ սեփականության վկայականի հետ կապված խնդիրներով փոխհատուցման գործընթացն ուշանում է, աղետից տուժած մյուս բնակիչները ստացել են փոխհատուցման գումարները, ավարտել վերանորոգումը, ձեռք բերել գույք։ Կարևորը որ կամուրջը սարքացին, պատրաստեցին, ավելի լավ էր առաջի հերթին։ Դե որոշ չափեր, որ ինչքան Քարկոպում հիմա վերացին այս ցեխի վիճակը, դուրս եկանք այս ասեց այս բանից։ Դե մի կարևորը արդեն շարունակությունը, որ կասֆալտապատ են ճանապարհները։ Արածից բոլոր դեպքում գոհ լինենք, որ շարունակական լինի։ Գույողին 100%-ով են կառուցել, շատ լավ։ Հիմա ասֆալտն ամանում էլ հիմնականը։ Լուծված չէ միայն Սանահին կայարանի 12 շենքի բնակիչների բնակապահովման հարցը։ Արդեն 1 տարի է 16 ընտանիք ապրում է անորոշության մեջ։ Թե հարցը են չմնա, որ չեն այդ սերտիֆիկատները ժամանակին տան, մենք էլ տներ ենք վերցրել։ Վախում ենք օրինակ, որ կարող է այդ տունը ձեռներիցս ընկնի, օրի թանգանմա, այս ոնց որ տենցա։ Դեմը ամառա, այս խոնավությունը ներքևի, այս շենքի վիճակը, այս խոնավությունը, այս sense չգիտենք։ Սանահին կայարանում գետի մյուս ափին մնացած իր տանը նայող Ռազմիկ Պապն արդեն հույսը կորցրել է, որ երբևէ փոխհատուցում կստանա։ Միայն խոստումներ տվեցին, որ այժմ ոչ մի բան։ Այդքան բան։ Դե դու գիտես, ես էլ գիտեմ։ Ինձ այնքան խաբել են, այնքան քաշ են տվել, որ արդեն զզվել եմ։ Լոռիում և Տավուշում ջրհեղեղից էական վնաս էր կրել 150 բիզնես։ Աշխատանք էին կորցրել ավելի քան 2000 մարդ։ Աղետից հետո այս 1 տարվա ընթացքում ամենաբարձը եղել է ֆինանսական միջոցներ գտնելն ու զրոյական կետից բիզնեսը սկսելը։ Աղետից ամիսներ անց Ալավերդիում վերաբացվեցին Կատա սուպերմարկետն ու Աթոռիկ ռեստորանը։ Կամավորներ եկել են, օգնել են, գետից անգամ աթոռներ են հանել, մի բերել են ստեղ, մեզ են տվել, մենք շատ գոհ ենք, որ իրանք այդքան հոգատար են եղել մեր նկատմամբ։ Մենք այդ մարդկանց ճանաչում ենք, գիտենք ով մեզ համար ինչ աշխատանք է կատարել, բոլորի պարտքի տակից էլ մենք կաշխատենք դուրս գալ։
Ջրհեղեղից մեծապես տուժեց նաև գյուղատնտեսության ոլորտը, հեղեղվել էր 160 հեկտար հողատարածք, շարքից դուրս էին եկել ոռոգման ցանցեր, պոմպակայաններ։ Տասնյակ հեկտարներով այգիներ Լոռիում եւ Տավուշում աղետից 1 տարի անց էլ ավազի հաստ շերտից ազատված չեն ու չորացել կամ չորանում են։ Քարկոպ, Շնող, Այրում, Արջիս գյուղերի այգիների մի մասը, որ դեպետի ավազանում են, իսկապես չորացման եզրին են, ահազանգում են բնակիչները։ Այդ տիլը որ բելանստել, ահագին երևակայ մի կես մետր հատչան տիլա նստած։ Նորի փագելա, ծառաչի շնչել արմատը, տենց է չորացավ։ Ավազա բերել շատ, մի մետր ավազա, սենց տրամբով կեցից նստացրել, ծառերա փչացրել, չորանում են, չենք օգտվել այդ մասից էլի։ Աղետից հետո վերականգնվեցին ճանապարհային պաստառները, սակայն հենապատերը դեռևս վերականգնված չեն։ Ալավերդու Թումանյան փողոցում ճանապարհի եղած ճաքերը վարորդներին անհանգստացնում են արդեն 1 տարի։ Մայիսյան աղետի ժամանակ դեպետ գետի մեջ հայտնված հսկայածավալ բերվածքները բազմաթիվ հատվածներում փոխեցին գետի հունը։ Կառավարությունը դեպետի, ինչպես նաև Շնող գետակի հունը մաքրելու ծրագիր սկսեց։ Վերականգնվեցին Սանահին կայարանի, Քարկոպի ու Աղթալայի կամուրջները, սակայն բնակավայրերը պաշտպանող հենապատեր չկառուցվեցին, եղածներն էլ վթարային վիճակում են։ Դա вообще ցավոք տեղն է մեր։ Եթե ջուրը բրցանա նորից անպայման հեղեղ կլինի, անպայման։ Վարչապետն էլ եկավ տեսավ, գնաց, չգիտենք, ոչ մի արձագանք չի ելել։ Աղետից տուժած Տավուշի մարզում ենթակառուցվածքների վերականգնման ոչ մի ծրագիր չի իրագործվել։ 1 տարի անց Այրում կայարանի բնակիչները զրկված են հետիոտնային եւ ավտոմոբիլային կամուրջներից։ Այլընտրանքային է, որն անցնում է ապավեն ընկերության տարածքով, երեխաների համար ոտքով անցնելու դեպքում վտանգավոր է։ Բնակիչներն ամեն օր ստիպված են լինում մի քանի հազար դրամ ծախսել։ Հետոնտային կարմոշնա, պարտադիր հետ կապում քաղաքի հետ, այսինքն Այրումի հետ ինչն է, խանութն է։ Ոտքով են գնում, տաքսի ենք բռնում, էդ է մեր գործը։ 500 դրամ ստեղից Այրում, տաքսին է։ Հետադարձը 500, այսինքն 1000 դրամ է պետք որ գնանք խանութ, 3 հատ հաց առնենք գանք։ Հիմա մեր համար ավելի լավ կլիներ, որ ճանապարհը լներ, մեր այդ կամուրջը։ Մենք էլ արխային մեր երեխեքին ուղարկեին, գնային իրանց դասերնա, պարապմունքներնա հետ գային։ Մի բան ենք ուզում խանութից, տաքսի հրավիրենք, որ տաքսին գա, տաքսում փող տանք, գնանք խանութից մի 2 բան առնենք, մեղ չեն է ժողովուրդը։ Ես օրինակ սենց հիվանդ իմ հալով էին սարիքալեն, ապրում եմ, մի կերպ տնկալով իջնում եմ, գալիս եմ, տուժվեցին, համարտիկ տուժվեցին, մինը ընտանիքով տան վեշով տուժվեց, մինը հոգեպես տուժվեց, մինն էլ սենց մտածում է, թե ոնց գնանք, պասիլոկ խանութ կամ բուժարան, մեղքը չեմ ես, կամ է ժողովուրդը մեղքը չեն։ Հարցին 200 դրամ ենք տալի 80000, դա խիղճ է, աշխատանք չկա, բան չկա, այս էլ 3-րդ անգամն է խոսացնում ենք, սա էլ տեղից չի շարժվում, գոնես է շարժեցեք էլի։ Ջրհեղեղը բնության ահռելի ուժի դրսևորում է, հիշեցում, որ մարդը դեռևս բնության մի փոքր մասն է միայն։ Այն ոչ միայն ավերում է տներ ու ճանապարհներ, այլև փոխում է մարդկային ճակատագրեր։ Այսօր, երբ կլիմայական փոփոխություններն ավելի հաճախակի ու կտրուկ են դարձնում նման երևույթները, մենք բոլորս ունենք պատասխանատվություն պահպանելու բնությունը, կրթելու մյուսներին եւ պատրաստ լինելու վաղվա մարտահրավերներին։ Միայն միասին կարող ենք կանխել հաջորդ աղետը։ Շնորհակալ ենք դիտելու համար, մի մոռացեք կիսվել, տեղեկացնել եւ գործել։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։